Ինչքան ժամանակ այս ջուրը քչացել է։ Այսօր ասում ինչ քչացել։ Ոնց պետք է անցնի քո կարծիքով ստեղից ձուկը։ Ստեզոր գալիս է, թռնելով գալիս է այս բաների վրա։ Դերից չպիտի գա։ Դերից ձուկն ընդհանրապես վերև է, ներքև չի իշտը։ Բայց ստեղից ոնց պետք է ներքևից գա։ Ներքևից ջրով գալիս է։ Չելով անցնում էլի ինչ։ Բայց ջուր չկա։ Այդ ջուրը նորա բարակել, հեսա հնիկ բացում էլի։ Ուրեմն այստեղ կարակ պարզ տեսնեք, թե ինչ է մնացել մարզգետից, ուրեմն հեկի ջրառի կատարումից հետո։ Այս վիճակում է գտնվում գետը։ Ու էկոհամակարգի մասին խոսք լինել ուղղակի չի կարող իմ կարծիքով։ Հետո այս վերևում ձեզ ցույց կտամ, թե ինչքան իրականում բնական հոսքով ինչքան ջուր է անցնում գետով։ Իսկ սա այսպես կոչված ձկնուղին է, որ այս անգամ ձկնուղիով գոնե ջուր անցնում է։ Նախորդ վիդեոյի մեջ այս ձկնուղին ընդհանրապես չոր էր։ Իսկ սա մարզգետի բնական հոսքն է, խնդրում եմ ինքներդ նայեք եւ պատկերացրեք տարբերությունը։ Ես փորձեցի գտնել ձկնուղին, բայց հաստորեն այս պահին ձկնուղին չկարողացա գտնել, թե որտեղից է ձկները անցնելու ի վերջո։ Միակ տեղը, որտեղից ջուր էր գալիս դեպի գետը, այս հատվածում այս մասն էր, որտեղից ջուրը տեսնում եք ինչ քանակությամբ է անցնում, եթե այս կարելի է համարել ձկնուղի, ես չգիտեմ։ Չիչխանի գետը առած բետոնե պատերի մեջ, որը լցվում է խողովակ եւ դառնում հոսանք։ Սա մեր գետն է, նայեք։ Եվ հիմա նայենք ինչ է մնում գետից։ Իրական գետից։ Խնդրեմ։ Տեսեք, ուղղակի առույե չի։ Ուրա էկոտողքը։ Չգիտեմ, գալիս ենք սենց եւ տեսնում ենք մի հատ փոքր այսպիսի հատված, որը մեզ թվում է, որ սա էկոտողքը պետք է լինի։ Խնդրեմ, կարող եք տեսնեք ինչքան արադաձերն է այս հեկի տերը, ինչքան արադ է թողում, այս սա էկոտողքն է։ Եվ սա այստեղից շարունակվում է Չիչխան գետը, խնդրեմ, նայեք, ջահիջ մի հատ եւ մի վարքյան այստեղ ցույց տանք, թե ինչքան է հոսում, ջուրը նայեք, անապատացված վիճակ, բացարձակ։ Իսկ այստեղ, խնդրեմ, նայեք, ինչ է գտել Մարիամը։ Այստեղով նախատեսում է, որ պետք է լիներ էկոլոգիական կողքը եւ որոշ մասը պետք է հոսեր իր բնականon հունով։ Բայց ինչպես տեսնում ենք, այստեղ ջուրը ամբողջությամբ փակված է եւ լրիվ գետը մտնում է խողովակի մեջ։ Բնապահպանները եւ պարզապես մտավոր քաղաքացիներ օրերս ուղևորվել են Գետահովիտ, գյուղացիներից տեղեկանալով, որ այնտեղ շարունակվում է հեկի շինարարությունը, որը պետք է կանգնեցված լիներ։ Բնապահպանները որոշեցին իրենց աջակցությունը հայտնել գետահովիցիներին, տեղեկանալով, որ այս հեկի կառուցումը կարող է բերել գյուղի ջրազրկմանը եւ անուղղելի վնաս հասցնել Իջևանի հարակից անտառներին։ Հեկը կառուցվում է Գետահովիտ եւ Ենոքավան գյուղերի տարածքում։ Մի քանի ամիս առաջ Ենոքավանի գյուղապետը հողհատկացման թույլտվություն էր տվել այս հեկի կառուցման համար, սակայն ավելի ուշ թույլտվությունը հետ էր կանչել։ Իմ հողմն եկել ինձ ասմատիով է։ Մեկս վրքում ենք միալով ու սարի կտրմ, մի ծար կտրմ գնդակահարություն որոշում էլի, հա, քիչ ամնում թե դատմա։
Իսկ սա քանի հազարավոր ծառեր կտորիլ օքնացել, բնություն է վերացել օքնացել։ Ես ինչ են մտածում բայց մարդիկը կտորվել է, հարգավերա մեր մանուկ, երեխա, բարուրնել, հանել, դիմադրել, սրանք ինչ են 5 հոգի են, դուք էլ 1000 տնտեսությունա, մռնում եք դուք էլ դիմադրեցեք։ Շինարարության վայրը հարակից է մի արգելավայրի, որտեղ արջատխլենի ծառատեսակ է աճում, հազվագյուտ եւ անհետացող տեսակ, որի տարածման սահմանները տարեցտարի նվազում են։ Մենք ցանով ենք ապրում, անտառով ենք ապրում, այ բնությունը անտառ, այս է վերացավ։ Ըստ բնապահպանության նախարարությանը ներկայացված նախագծի, հեկի շինարարության համար ծառահատումներ անհրաժեշտ չեն, սակայն մեր նկարը անող խումբը ականատես եղավ այլ պատկերի։ Ապարանի մոտակայքում կա 6 գյուղ՝ Վարդենուտ, Արայի, Ափնագյուղ, Հարթավան, Շենավան եւ Արագատ, որոնց ոռոգման ջուրը ապահովում է աշտարակի այս ջրանցքը։ Ջրանցքի գլխամասում գործում է 2 հիդրոէլեկտրակայան, որոնց գործունեության արդյունքում ջրանցքի ջրի գույնը փոխվել է եւ գյուղացիները իրենց հողերը ոռոգում են ահա այսպիսի գույն ունեցող ջրով։ Այսպիսի տեսք ջրանցքի ջուրն ունի հեկերից մոտ 100 մետր վերև։ Իսկ այսպիսին ջուրը դառնում է հեկերից ներքև։ Իսկ դուք ոնց իմացաք, ոնց որոշեցիք գալ ստեղ։ Կողքից ասել եմ, որ գյուղում էսեւի բան է կատարվում, որ ձորում գես են սարքում։ Ժողովուրդը հավաքվել է, այսօր եկել է։ Բյուրականում ավելի քան 600 բնակիչ ոտքի է կանգնել, թույլ չեն տալու, որ իրենց համայնքում հեկ կառուցվի։ Այն նախատեսված է կառուցել Բյուրական գետի վրա։ Գետի կողքով արդեն նոր ճանապարհը փորված է, ինչի արդյունքում մեծ թվով ծառեր են հատվել։ Ոչ մեկը կողմ չի, ոնց կարող է կողմը լի, այսինքն մենք եթե կողմը լենք պետք է թողենք այս գյուղից հետամ, ուրիշ ոչ մի ճար չկա է ժողովրդին։ Grazie.